Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Medinform-ի շրջանակում այսօր մենք անդրադառնալու ենք հակամյուլերային հորմոնին, մի հորմոն, որը կանանց ձվարանային պաշարն է, որով էլ պայմանավորված է կնոջ վերարտադրողական տարիքը եւ շատ հաճախ մինչեւ չեն բախվում պտուղ բալիկ ունենալու հետ, այս հորմոնի մասին ասես չեն էլ հիշում։ Իսկ հետո երբ այն սպառման եզրին է սկսում են անհանգստանալ եւ հիմա նոր մեթոդների դիմել այն հնարավորինս երկար պահելու համար։ Հակամյուլերային հորմոն ինչն է ազդում այս հորմոնի վաղաժամ քանակի վերացման վրա, ինչպես պետք է այն հնարավորինս երկար պահպանել եւ սրա հետ կապված այլ մանրամասների շուրջ սիրով զրուցելու եմ գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Լուիզա Մելիքսեթյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև։ Շնորհակալ եմ, որ Medinform-ի հյուրն եք։ Սիրով։ Եվ այսպես այս հորմոնի կարևորությունը կնոջ կյանքում կարելի է ասել առաջնային կարևորությունի շատ ընդգծված է։ Սկսենք թե ինչպես է այն առհասարակ քանակը դրա ինչով է պայմանավորված, որն է համարվում դրա ամենաակտիվ լավ քանակ ունենալու տարիքը եւ մինչեւ որ տարիքն է այն ակտուալ, խնդրեմ։ Սովորաբար մեր համար, ռեպրոդուկտոլոգների համար ամենակարևոր ցուցանիշներից մեկն է անտիմյուլեր հորմոնի հետ կապված մեր աշխատանքը ավելի հստակ է ստացվում։ Ստացվում է, որ անտիմյուլերի հորմոնը կարող է նվազած լինել ցանկացած պարագայում, ցանկացած տարիքի կանանց եւ աղջիկների մոտ, որը կարող է բերել բացարձակ կամ հարաբերական անպտղության։ Անտիմյուլեր ցուցանիշը հիմնականում կարող է բարձր լինել, երբ որ կա վառ արտահայտված ծվարանների պոլիկիստոզ համախտանիշ, իսկ կարող է նվազ լինել ցանկացած պարագայում, ինչպես նշեցի, կարող է նվազած լինել ցուցանիշը, ենթադրենք հետվիրահատական խնդիրներից, երբ որ կատարվում է ծվարանների ռեզեկցիա, կտրում մասնատում, կարող է լինել ճարպակալման ժամանակ, կարող է լինել տարբեր պատճառներից, անհայտ ծագման պատճառներից միանշանակ ավելի շատ է պատահում։ Երբ որ գալիս են եւ 20 տարեկանից եւ կարող է լինել ավելի բարձր տարիքում, 20 տարեկանների մոտ ցավոք չեն կարող հստակ բացատրություն տալ ինչի է ցածր ցուցանիշը։ Իսկ շատ է նման դեպքեր։ Այո, պատահում է։ Եվ պատճառը հայտնի չէ, ասես։ Հայտնի չէ։ Ինքը սովորաբար իր ցուցանիշը նվազելով բերում է նախակլիմակտերիկ շրջանի։ Այսինքն ձվարանները գնում են արդեն վաղաժամ դադարի։ Այո։ 20 տարեկանների։ Այսինքն ուղիղ համեմատական կա, այո, հակամյուլերային հորմոնի եւ դաշնանադադարի միջեւ։ Ուղիղ համեմատականը կա։ Մեծ տարիքում, երբ որ նվազ է լինում 39-ից 40-ից անց տարիքի կանանց մոտ, մի փոքր այդքան տագնապային չէ, քանի որ հասկանում ենք, որ բնությունը անում է իր աշխատանքը այդ փուլում։ Իսկ ավելի երիտասարդների մոտ բացատրություն դեռևս չկա, ինչի համար կարող է նվազած լինել հորմոնը։ Եթե չեն տարել վիրահատություն, եթե չեն տարել քիմիոթերապիա, եթե չեն ունեցել այլ խնդիրներ, որոնք որ կարող էին բերել դրան, մենք բացատրությունը չունենք։ Այդ ցանկացած կարգի վիրահատություն կարող է ազդել այս հորմոնի նվազման վրա։ Ցանկացած կարգի հիմնականում ոչ, միայն փոքր կոնքում կատարված ռեզեկցիաների, երբեմն կիստեկտոմիաների դեպքում կարող է լինել, հիմնականում կարող է ազդել, եթե լինում է ձվարանի մասնատում, ռեզեկցիա կամ կիստաների պատճառով կամ այլ խնդիրների պատճառով։ Այո, հակամյուլերային հորմոնի կտրուկ նվազման դեմ կամ պայքարի միջոցներ հնարավոր է այն կանգնեցնել։ Ցավոք դրտի դեռևս հստակ մեխանիզմ պայքարելու համար նվազման դիմաց դեռ չկա։ Այո, մենք խոսեցինք բժշկուի քանակի մասին, սակայն անչափ կարևոր է նաև հակամյուլերային հորմոնի որակյալ լինելը։ Խնդրեմ դրա կարևորությունը ընդգծեք։ Երբեմն ցուցանիշը, անտիմյուլերի հորմոնի ցուցանիշը արյան մակարդակով շատ կարող է կապ չունենալ ձվարանների պաշարի հետ, այսինքն որոշ դեպքերում, եթե կա կոնկրետ ցուցանիշի նվազ լինելը արյան մեջ, մենք պարտադիր կերպով ստուգում ենք նաև ձվարաններում անտրալ ֆոլիկուլների քանակը, որով մենք կարող ենք հասկանալ հետագա մեր անելիքները։ Այսինքն երիտասարդ աղջիկների մոտ, եթե ցուցանիշը նվազ է, ապա դա պետք է հաշվել նաև ձվարաններում ֆոլիկուլների քանակով, անտրալ ֆոլիկուլների քանակով։ Եվ երբեմն ցածր ցուցանիշով, բայց ավելի բարենպաստ պայմաններով աղջիկները առանց արտամարմնային բեղմնավորման կամ այլ միջամտությունների կարող են անգամ ինքնուրույն հղի անալ։ Մենք այդպիսի դեպքեր շատ ենք ունեցել։ Պատահականության սկզբունքով եւ ինչ որ չափով բնության
պայքարի սկզբունքով, որովհետև ձվարանների pašարը եւ ցուցանիշը միգուցե չեն աշխատում իրար հետ, համակցված չեն։ Իսկ այն կանայք, ովքեր տարիքով ավելի 30-ից 32-ից 35-ից բարձր են, նման կանանց մոտ ավելի տագնապային պետք է լինի ցուցանիշի նվազ լինելը եւ ավելի աշխատանքները ավելի ինտենսիվ պետք է արվեն, որպեսզի ավելի խթանող պրեպարատներով, եթե իհարկե ցանկություն ունեն բալիկ ունենալու, այս առումով թե դա կապ չունի, ամենևին ամեն դեպքում սա կանացի ավելի շատ բալիկ ունենալու առումով պետք է շտապ։ Բժշկուհի, շատ հաճախ նույն լաբորատոր փորձաքննությունը տարբեր լաբորատորիաներում հասնելիս ստանում ենք տարբեր պատկեր, խոսքը մասնավորապես տվյալ դեպքում վերաբերվում է հակամյուլերային հորմոնին։ Սա նույնպես անմասն խնդիր չէ։ Ինչով է պայմանավորված տարբեր պատասխաններ ստանալը։ Միգուցե տարբեր լաբորատորիաներում տարբեր ցուցանիշներով նայելու հետ կապված է։ Կխնդրեի ներկայացնեք նաև հակամյուլերային հորմոնի փոփոխությունը, վատ առումով, վատ թարացումը, այ ինչ գործոններ են կնոջ կողմից, ինչ քայլերի կնոջ կողմից արված կարող են բերել այս հորմոնը որակապես վատ փոխվելու։ Առհասարակ ապացուցված ոչինչ չկա, բայց պրակտիկ շրջանում, երբ որ աշխատում ենք, տեսնում ենք, որ շատ կարող է նպաստել ծխախոտի օգտագործումը, ալկոհոլը, անքնությունը, ճարպակալումը, այդ ամբողջը կարող է նպաստել ցուցանիշի վատթարացմանը, ինչպես նաև ստրեսն է։ Այո, իսկ այս դեպքում որակապես տուժած, ասենք, ձվաբջիջներով կամ այս հորմոնի որակապես տուժած լինելու դեպքում ինչ հղիություն է սպասվում եւ կամ առհասարակ սպասվում է հղիություն թե ոչ։ Հղիության սպասվելը շատ հարաբերական է։ Ամենավատ դեպքում վատ ցուցանիշով երիտասարդ աղջիկներն էլ կարող են հղիանալ եւ ամենավատ դեպքում 40-42 տարեկան կանայք էլ կարող են հղիանալ։ Դա էլ է շատ հարաբերական։ Ես իմ պրակտիկայում շատ ծայրահեղություն դեպքեր ունեմ։ 42 տարեկանում ունեցել եմ արտամարմնային բեղմնավորման փորձ, սաղմիկները պահված են կլինիկայում, կինը հղիանում է ինքնուրույն, ցածր անտիմյուլերի մակարդակով։ Եվ ունեցել եմ նաև աղջիկներ 20-ից բարձր տարիքի, որոնց նույնպես պլանավորված տարել ենք դեպի արտամարմնային բեղմնավորման, քանի որ էլի ունեցել ենք անտիմյուլեր հորմոնի նվազ ցուցանիշ, աղջիկները էլի հղիացել են ինքնուրույն։ Դեպքերը շատ տարբեր են, ինչպես բժշկության ցանկացած պարագայում, մեր պարագայում նույնպես։ Այո, իսկ այ որակապես շատ ավելի ցածր ցուցանիշով փորձեր ենք ունեցել արտամարմնային բեղմնավորման, հղիություն չի եղել, անցնում ենք արդեն դոնորական ձվաբջիջ ծրագրի։ Այո, իսկ եթե հակամյուլերային հորմոնը նաև իր որակով աչքի չի ընկնում, այս դեպքում կխնդրեի հետևանքները ներկայացնեիք, այն ինչ տեղի կունենա։ Հետևանքը ուղղակի պետք է հետևողական լինել, այսինքն պայքարել ամեն դեպքում, ամեն փորձը, ամեն ամիս, ամեն ցիկլի փորձը դա կարող է լինել մեկ շանս։ Պայքարելու համար ուղղակի պետք է շատ փորձել եւ ամեն տարբերակով փորձել եւ սեռական ճանապարհով եւ սերնավորման եւ ամենակարևորը, որը որ համարվում է ավելի հիմնավորված նպաստող միջամտություն, դա արտամարմնային բեղմնավորումն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի եւ հարցազրույցի համար բժշկուհի, հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար այս կարևոր հորմոնի, հակամյուլերային հորմոնի մասին ես զրուցեցի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Լուիզա Մելիքսեթյանի հետ։ Այսօր այսքանը, գրեք մեզ ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ եւ մենք անպայման կանդրադառնանք դրանց Medinform-ի շրջանակում կհանդիպենք։